Այս երկրի վրա, որի վրա որ ես ու դու ապրում ենք, շատ մարդիկ, շատ հերոսներ, զորավորներ բարձրացան ու ցանկություն ունեին երկիրը փրկելու, մարդկությունը փրկելու, բայց չգիտես խի նրանց մոտ չստացվեց, որովհետև բոլորը մեռան ու գերեզման դրվեցին ու նրանց նպատակներն էլ իրանց հետ։ Ու գիտես միայն Տեր Հիսուսը, ունենալով կյանք հավիտենական, ունենալով իշխանություն աստվածային, նա նույնպես ցանկացավ մարդկությունը փրկելու, մարդկությունը մեղքերից ազատելու ու դրա համար եկավ երկնքից, Աստծո արքայությունից ու մեռավ իմ ու քո համար, բոլոր մարդկության համար ու գերեզման դրվեց։ Ու գիտես, նա իր ծրագիրը ու ցանկությունը իրականացրեց, որ երկրի վրայի ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի սատանայի դիվական ուժեր, ոչ մի զինվորական զորություններ չկարողացան նրան հաղթել, չկարողացան նրան պահել գերեզմանի մեջ, այլ մեր Սուրբ Աստծու, Սուրբ Հոգու զորությունը նրան հանեց գերեզմանից, որովհետև դժոխքը չկարողացավ նրան պահի։ Ամեն, փառք նրան սրա համար։ Հալելույա։ Փառք մեր Տեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրա սուրբ հարության համար։ Եվ գիտես այդ սուրբ հարությունը ինձ ու քեզ կյանք պարգևեց եւ հավիտենական կյանք։ Գիտես Տեր Հիսուսը չուզեց ուղղակի որ դու ապրես, նա ուզեց որ դու հավիտյան ապրես։ Նստի խաղաղության մեջ, եկեք ողջունենք միմյանց սիրելիներս։ Ողջունում եմ բոլորիդ, Աստված օրհնի ձեզ, ուրախ եմ բոլորիդ տեսնել։ Այսօր հրաշալի, տոնական, զորավոր ծառայություն ենք ունենալու։ Համեցեք տեղավորվեք, պիտի խնդրեմ բոլորին նստեն սիրելիներս, որովհետև ավելի հարմար կլինի այդպես։ Ինձ թվում է բոլորին տեղերը հերիքում են։ Բարի գալուստ, եթե դու առաջի անգամ ես, մենք ողջունում ենք քեզ, հրաշալի է, դու այսօր շատ լավ ժամանակ կունենաս, շնորհակալություն փառաբանության թիմին, հալելույա, հրաշալի ծառայություն է, ասեք, հրաշալի փառաբանություններ, երկրպագություններ, ամեն, փառք Տիրոջը, շնորհակալ ենք մեր Աստծուն, իր հոգու շնորհքի համար։ Սիրելիներս, որ առաջ անցնենք, եկեք նայենք շնորհավորանքները, մեր Հոյվ Արթուրն է շնորհավորում, ինքը հիմա գտնվում է Ամերիկայում։ Ողջույն իմ շատ սիրելի եկեղեցի, Տերը շատ օրհնի ձեզ։ Այս հրաշալի օրը ուզում եմ շնորհավորեմ ձեզ Զատիկի տոնի կապակցությամբ։ Քրիստոս հարյալ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօր Քրիստոսը հարություն առել մեզ համար, մենք տոնում ենք այս օրը։ Մեկ մարդ ինձ գրել էր, իսկ ինչ գիտեք, հենց այդ օրն հարություն առել թե ուրիշ օր։ Գիտեք, օրերը կարևոր չի, կարևորը փաստն է, որ նա հարություն առել մեր բոլորի համար եւ մենք ունենք նրանով փրկություն։ Գիտեք, այսօր շատերը իրենց կյանքը նոր են սկսվում, շատերը շարունակում են ապրել իրենց հրաշալի կյանքը կամ դժբախտ կյանքը, շատերը իհարկե մոտենում են կյանքի վերջին, բայց ոնց էլ ապրենք, ուշ թե շուտ մենք այս մարմինը թողելու ենք եւ տեղափոխվելու ենք մի ուրիշ աշխարհ։ Քրիստոսի միջոցով, սիրելիներս, մենք էլ վախ չունենք, մենք փրկված ենք նրա այրունով։ Քրիստոսը մահացավ մեզ համար, որպեսզի մենք ունենանք կյանք։ Գիտեք, մեկ անգամ մեր քույրիկներից մեկը, որը ննջում էր արդեն եւ նա շատ վատ հիվանդ էր, ես գնում եմ նրան մոտ եւ աղոթում եմ նրա համար, մխիթարում եմ, խոսքի ասում, մխիթարական խոսքի ասում։ Եվ գիտեք, նրա դեմքը շատ տանջված էր, շատ տառապած էր։ Որպես հովիվ ես միշտ պարզապես տեսնում եմ այդ մարդկանց, թե ոնց են տառապում, ոնց են տանջվում, եւ իմ գործն աղոթք անել այդ մարդկանց համար, քաջալերել նրանց կողքը լինել։ Եվ այդ կինը այնքան տառապած էր, ցավերի մեջ եւ մի ժպիտ չկար իր երեսին։ Վերջի օրը, որ ես այնտեղ էի, նրա համար աղոթեցի եւ նա տառապում էր ցավերի մեջ։ Գնացի տուն, հետո նրա ամուսինը զանգարեց եւ ասեց, գիտես, նա գնաց տուն։
Ես մի անգամ գիշերը վարկեսին էր գնացի նրանց տուն եւ մտասենյակ, գիտեք ինչ տեսա, ժպիտը դեմքին, մի անձնավորություն։ Ամուսին ասեց, ով սա ինչ է, ինչու ենք ժպտում, որովհետեւ շատ շուտ այս նա չի ժպտացել։ Ես նրան ասեցի, նա տեսավ իր փրկիչին, նա տեսավ հրեշտակներին։ Իհարկե, թե այդ ժամանակ եթե խնդրեր ասեր Տեր փրկի բժշկին, միգուցե Աստված կբժշկեր, որովհետև նա Տիրոջ ներկայության մեջ էր, բայց Քրիստոս ասեց. Ես եմ դուռը եւ ճանապարհը եւ ճշմարտությունը։ Նա տեղափոխվեց այնտեղ, որտեղ բոլորս ենք լինելու։ Սիրելիներս, Քրիստոս ոչ թե մահացավ ու հարություն առավ, պարզապես տոն անելու համար, Քրիստոս մահացավ եւ հարություն առավ, որպեսզի մենք բոլորս փրկված լինենք։ Եվ երևակայ այսօրը հիշեցնում է մեզ, որ մենք ավետարանը պետքա քարոզենք, որ մենք փրկության ավետարանը մարդկանց պետքա բերենք։ Մարկոս ավետարանի 16-րդ գլխում գրված է. գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեցեք։ Եվ մենք նույնը անում ենք, ամբողջ աշխարհում ավետարանը քարոզում մարդկանց փրկության ենք բերում, եւ դա հրաշալի է։ Թող զատկի տոնը ոչ թե լինի միայն սեղաններ, հավգիթներ կամ ուրիշ բաներ, գիտեք, թող լինի փրկություն, թող լինի փրկության մարդկանց, որ մեր սրտերում ստանանք վերջի Քրիստոսի պատվիրանը, որ գնացեք աշխարհով մեկ ավետարանը քարոզեք։ Եկեք իրար հետ շարունակենք Տիրոջ գործը եւ քարոզենք ավետարանը։ Տերը օրհնի ձեզ, սիրում եմ ձեզ եւ շատ գրկում եւ աղոթում եմ միշտ ձեզ համար։ Տերը օրհնի ձեզ։ Дорогая церковь, поздравляю тебя с прекрасным праздником воскресения нашего Господа Иисуса Христа. Поздравляю вас с Пасхой Великой. Иисус воскрес и даровал нам спасение и жизнь вечную. Благословляю всех вас. Стойте в вере. Господь грядет. Аминь. Տիրոջ հարության զորությունն եմ հռչակում ձեր կյանքերում, անհատապես եւ ձեր կյանքի խոսք ընտանիքում Բորդոյում, սիրելի եղբայրներս եւ քույրերս, իրապես ձեր կյանքի ամեն բնագավառները Տիրոջ հարության զորությամբ օծված օրհնված լինի։ Ու ես հավատում եմ, որ այդ հարության զորությունը ձեզ կմղի բերել պտուղներ, բերել օրհնություններ Տիրոջ արքայության համար, աշակերտել տարբեր ազգերի, որ ձեր շուրջն են, եւ ես հավատում եմ, որ օրհնություն կլնեք թե ձեր շրջապատի համար, թե այդ քաղաքի համար եւ Ֆրանսիայի ողջ ժողովրդի համար։ Հավատացեք եւ շարժվեք առաջ։ Տերը օրհնելով օրհնի ձեզ։ Ամեն։ Թանկագին Բորդոյի կյանքի խոսք եկեղեցի, Իս սրտե շնորհավորում ենք ձեզ։ Այսօր ամբողջ քրիստոնեական աշխարհը տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը։ Եվ մենք նույնպես Աստղի հետ միասին ուզում ենք շնորհավորել ձեզ եւ ասել Քրիստոս հարյավ իմ եռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Թանկագիններս, ուզում եմ Աստվածաշնչյան մի տեղ ընթերցել։ Եվ հայտնապես մեծ աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատացված աշխարհումը եւ վերացավ փառքով։ Սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առել եւ այս հրաշալի տոնի առիթով ուզում ենք օրհնել ձեզ, ուզում ենք օրհնել ձեր կյանքը, ձեր եկեղեցին, այն գործը, որ Աստված սկսել է ձեզանում, հավատում ենք, որ կհասցնի ավարտին։ Մեր Տիրոջ հարության զորությունը թող գործի ձեր կյանքում եւ ձեր ընտանիքներում։ Ամեն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մի հրաշալի նորության մասին նույնպես ուզում ենք ձեզ հիշեցնել եւ տեղեկացնել, որ մայիս ամսին ուշադիր եղիր, հետևիր բոլոր հայտարարություններին Բորդոյի եկեղեցու, մայիս ամսին հրաշալի ճամբար ենք ունենալու։ Երրորդյա ճամբար, որտեղ հիանալի խաղեր, թեմաներ, քննարկումներ, աղոթք, շփում, որը մեզ ել ավելի կմիաբանի թե մեկս մյուսի հետ, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն, այս ճամբարը լինելու է իր տեսակի մեջ յուրօրինակ եւ իր ֆորմատով առանձնացված, առանձնահատուկ կերպով անցկացվելու է եւ հավատում ենք այն մեծ օրհնություն կլինի ձեզանից ամեն մեկի համար։ Տիրոջ օրհնությունը, Աստծո խաղաղությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Սա նոր անակնկալ էր, սիրելիներս, ուրեմն այս ճամբարին մայիսի 30-ից հունիսի 1-ը, որ պիտի տեղի ունենա մեր եկեղեցում, ծառայելու են Աստղիկն ու Վահեն։
Հալելույա։ Էսի օրտնությունը էս յուրովի ճամբարա նրանք հեղինակ են մի նոր ձևի, հա, մեթոդի խաղեր, ծառայություններ ու ես գիտեմ, որ շատ օրհնված կլինենք։ Գիտեք, նրանք ինձ պատմել էին, թե ոնց են անում, ինչպես են անցկացնում բան ու առաջարկություն կար, որ ինքներս դա կազմակերպենք, բայց ես աղոթում եմ ու ասում եմ Աստված ջան, հենց արա թող իրանք։ Ու երբ որ Լիոնում ենք, ես չէի սպասում ու ուղակի վային մոտեցավ ու ասեց մենք պիտի լինենք Բորդոյում ու այդ ճամբարը անցկացնենք։ Հալելույա, փառք Հիսուսին։ Սա շատ մեծ օրհնություն կլինի, եթե դու դեռ մտածում ես, ես կարծում եմ մտածելու բան չունես, եթե դու ինչպես ասած միտք ունես, ընդհանրապես միտք ունես կամ երազանք չեմ ասում, ուղղակի դու միտք ունես Աստծուն վայելելու, Աստծու հետ հանդիպելու, քո շանսը բաց մի թող։ Աստված օրհնի քեզ։ Հալելույա։ Գնանք առաջ, սիրելիներս։ Ուրեմն հաճախակի այսօր քրիստոնեական աշխարհը երկրի վրա մեծամասնությունը նշում է Տեր Հիսուսի հարությունը, որը ինչ է նշանակում, դա մարդկության փրկությունն է, դա մարդկության, հասկանում եք, եթե քրիստոնեական հավատքի մեջ չկա Հիսուսի հարությունը, չկա նաև փրկություն, որովհետև միայն նրա հարությունով եղավ մեղքերի ներում, միայն նրա հարությունով եղավ, որ սատանան պարտվեց ու նա իրավունք չունի այլևս նրանց վրա, ովքեր որ հավատում են Տեր Հիսուսին ու Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Ու գիտեք, շատ հաճախակի օրինակի համար մենք ասում ենք Հիսուս հարյավ իմերելոց, Հիսուսը հարություն առավ մերելներից, լավ sense ժամանակակից հայերենով ասենք։ Ինչ է նշանակում Հիսուսը հարություն առավ մերելներից։ Հիսուսը հաղթեց դժոխքին։ Մերելները մահը չկարողացավ, հավիտենական մահը չկարողացավ Հիսուսին պարտեցնել, հաղթել։ Հիսուսը հաղթարեց հավիտենական մահվանը։ Ու հետո մենք ասում ենք օրհնյալ է նրա հարությունը։ Այսինքն ինչ է նշանակում օրհնյալ է նրա հարությունը։ Ինչ է նշանակում։ Այսինքն օրհնություն եղավ Հիսուսի հարությունը մարդկության համար։ Հիմա տեսեք, գիտեք, մենք կարող ենք դա արտասանել, մենք կարող ենք դա ասել, ողջունել միմյանց, շնորհավորել միմյանց, չհասկանալով, արդյոք կա այդ օրհնությունը իմ կյանքում։ Արդյոք ես օրհնված եմ նրա հարությունով։ Արդյոք ես փրկված եմ եւ ունեմ հավիտենական կյանք։ Որովհետեւ գիտեք, շատ հետաքրքիր մի պատմության հանդիպեցի Ավետարանում, երբ որ Հովանես առաքյալը 20-րդ գլխում պատմում է նրա մասին, որ Կիրակի առավոտյան 3-րդ օրը Մարիամ Մագդաղենացին եւ Հիսուսի մայր Մարիամը նրան գնում են գերեզման, նու այցելություն են անում գերեզման, որպեսզի տենան ինչ կա չկա, ու ահա քեզ մի տարօրինակ բան գալիս են Հիսուսի գերեզման եւ այդ քարը, որ ծածկում էր գերեզմանի անցքը, մի կողմ է դրված եւ գերեզմանը դատարկ է։ Նրանք վախեցած վազում են եղբայրների մոտ, հանդիպում են Պետրոս առաքյալին, աշակերտին, այդ ժամանակ աշակերտ էր Պետրոսը, եւ Հովանեսին։ Հովանեսը իր մասին մի քիչ sense նուրբ է գրում, ասում է, այն մի աշակերտին, ում Հիսուսը շատ էր սիրում։ Ու տեսեք, որն է հետաքրքիր այս պատմության։ Դուք վերցրեք ժամանակ, սիրելիներս, ես շատ քիչ ժամանակ ունեմ, որովհետեւ շատ համառոտ պիտի փորձեմ ներկայացնել այս նկարը, որովհետեւ շատ բաներ ունենք դեռ անելու։ Հովանեսն ու Պետրոսը սկսում են վազել դեպի գերեզման։ Ու Հովանես առաքյալը, աշակերտը երևի ավելի երիտասարդ էր ու ավելի սպորտային էր, քան Պետրոսը։ Առաջ հասնում այդ վազքի ժամանակ ու ինքը ավելի շուտ է հասնում այդ գերեզմանի անցքին։ Ու գիտեք, երբ որ հասնում է ներս է նայում, տերում է դատարկ է, ոչ մի բան չկա այնտեղ, վախենում է ներս մտնի։ Բայց Պետրոսը գալիս է, ասենց մի անգամից իրան գցում է գերեզմանի մեջ ու տեսնում է ինչ Հիսուսի շորը, որով Հիսուսի գլուխն էին փաթաթել մի կողմնա ցալած դրած, իսկ նրա մարմնի շորը մի կողմա ցալած դրած սիրուն ու ասում է Տերը այստեղ չի։ Տերը այստեղ չի։ Ու Հովանեսը այդ ժամանակ ոնց որ ռիսկավորվում է, ասում է դե որ լավ Պետրոսին
Բան չեղավ, ես էլ մտնեմ։ Ու տեսեք սիրելիներս, միջև Հիսուսը որ կխաչվեր, նա մի քանի անգամ ասեց։ Ոստեղ մի պահ կա, որ ասում է, նրանց մոտ մի պահ կասկած առաջացավ, որովհետև գրերը լավ չգիտեին։ Բացի դա, որ Մովսեսի ժամանակներից սկսած դեր Աստված մարգարեների միջոցով, իր ծառաների միջոցով հայտնում էր, որ լինելու է միսիա, լինելու է փրկություն, նախաճվելու է եւ երրորդ օրը հարությունը առնելու եւ այլը, նրանց մոտ մի պահ Հիսուսի հարությունը օրհնություն չէր։ Գիտեք խի, որովհետև չտեսան, որովհետև կասկածեցին, որովհետև չհավատացին, որ Հիսուսը տեղ չի։ Ու գիտեք, հետո Մարիամն էլ է գալիս, մյուս Մարիամն էլ են գալիս ու կանգնած լաց են լինում, թե ինչ եղավ։ Ու գիտեք, Մարիամը երբ որ գնում ասում է, Տերը գերեզմանում չի։ Կարող է իրան մի ուրիշ տեղ են դրել։ Եկեք գնանք պարզենք, եկեք գնանք մի բան անենք։ Տերը հարություն առել, գերեզմանում չի։ Եկեք գնանք պարզենք բա ուր է։ Ու հասկանում եք, տեսեք, երկրորդ պահը կանգնած Մարիամը լացում է, բա ինչ եղավ մեր Տերը։ Բա ուր է մեր Տերը։ Ու Հիսուսը նրա կողքին կանգնած է, կին ինչու ես լաց լինում։ Նա ասում է, մտածում է, որ պարտեսպանն է, գերեզմանի աշխատողը։ Ասում է, եթե դու տեղյակ ես ու դու ես վերցրել ու միտեղ դրել, դու ես ինչ որ բան արել ու մենք չգիտենք, խնդրում եմ ասա, ինչ ես արել մեր Տիրոջ մարմինը։ Բայց Հիսուսն ասում է, ես եմ, մի լացի։ Գիտեք սիրելիներս, երբ որ Հիսուսը մեր կողքը կանգնած է, երբ որ Հիսուսը հարություն առել, կենթանի է ու մեր կողքը կանգնած է, ու մենք չենք նկատում նրա մեր կողքին լինելը, մենք չենք կարող լինել օրհնված։ Օրհնյալ չի կարա լինի մեր կյանքը, եթե նա մեր կողքին է, գիտեք շատ ժամանակ մարդիկ ուզում են, որ գիտեք, էդի ավելի շատ սատանայի ծրագիրն է, գիտեք, որ մարդու ու Հիսուսի արանքը ինչ որ մի բան լինի, որպեսզի մարդը անմիջական չտեսնի Հիսուսին, մարդը անմիջական շփում առնչություն չունենա Հիսուսի հետ։ Ինչի համար։ Որովհետև նա օրհնյալ չի լինի։ Եթե դու Հիսուսին չես տեսնում, դու չես կարող օրհնություն ունենալ սիրելիս քո կյանքի մեջ։ Մի ուրիշ դեպք մեր զորու աղբերը մեջբերում արեց։ Աշակերտները Հիսուսը հարություն առել, աշակերտները ոնց ասած, էլ բան չունեին անելու, երևի հուսահատված գնացին նորից ձուկ բռնելու։ Հիշում եք, Պետրոսին ինքը նավի վրայից կանչեց, ասեց, արի ես քեզ մարդի որսորդ եմ դարձնելու, ձգնորսությունը մոռացի, ուրիշ թեմաներ, ուրիշ ծրագրեր ունեմ ես քո կյանքի մեջ, արի։ Ու այսօր մենք տեսնում ենք նրա հարությունից հետո Պետրոսը աշակերտների հետ ծովի վրա ձուկ են բռնում։ Տղեկը, ով որ կերակրում էր իրանց, ով որ իրանց համար հոգ էր անում 3 տարիներ ու ավել, մեկ էլ հոп ինքը չկա։ Ինչ անեմ։ Հասկանում եք, մեր կյանքի մեջ հնարավոր է, որ մենք հանդիպել ենք Հիսուսի հետ, հանդիպել ենք, ճաշակել ենք նրա սերը, քաղցրությունը, օգնությունը եւ այլն, ու մի պահ մենք մտածում ենք նա այլևս մեր հետ չի։ Ինչ անեմ։ Նորից անցնեմ 5 գործից, նորից անցնեմ 5 կյանքից, գնացել են ձուկ բռնելու, որ մի կտոր հաց ուտեն։ Վատ բան չէին անում։ Գնում ենք աշխատանքի եւ այլն աշխատելու, մեր կյանքը վայելելու, ամուսնանալու, երեխաներ եւ այլն ընտանիք, վատ բան չենք անում։ Բայց գիտես, որն է կարևոր է այս պահի մեջ, որ նրանք ուզում են ինչ-որ բան անեին, օրհնված լինեին, նպատակի հասնեին առանց Հիսուսի։ Այստեղ մենք կարանք սիրելիներս եւ խաբված լինենք եւ կորցնենք, որովհետեւ ինչ-որ բան ուզում ենք ձեռք բերենք, ինչ-որ բանի ուզում ենք հասնենք, նա հարություն է առել, բայց նա մեր հետ կապ չունի։ Այս մտածելակերպի մեջ։ Նա հարություն առել, բայց մենք կարող ենք օրհնված լինել միայն զատիկի օրը։
ապրիլ ամսին կամ մարտ ամսին, երբ որ լուսինը ինչ որ այտենց ոնց կլինի, այդ օրերը կարևոր չի, որ օրը, կարևորը որ դա տեղի է ունեցել։ Սիրելիներս, մենք տարվա մեջ մեկ օրը պետք է օրհնված չլինենք, որ իրար ասենք օրհնված ենք նրա հարությունով։ Մենք օրհնված ենք նրա հարությունով այսօր եւ հավիտյան։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Հիսուսը կանգնեց լճի եզրին ու ասեց. «Տղաներ, ուտելու բան ունեք»։ Ասեցին չէ, ամբողջ գիշեր փորձել ենք մի բան բռնենք, ասեցին չէ չունենք, մեկ էլ Հիսուսն ասում է նավակի աջ կողմը գցեք, ուր կանները, Հովանեսը Պետրոսին ասում, էսի Տերն է, ուշադրություն դարձրեք, Տերը խոսում է ամեն մեկիդ կյանքի մեջ, Տերը մենակ չի թողում, թեկուզ որ դու գնացել ես քո կենցաղին մեջ, Տերը տենում է, որ դու փորձում ես ինչ-որ բան ձեռք բերես, տենում է փորձում ես ինչ-որ բան անես, որպեսի ավելի լավ ապրես, բայց գիտես մի պահ ինքը ուզում է, որ իրան ականջ դնես, որ թե որ կողմ ուրկանդ գցես, որ այնքան որս ունենաս, այնքան բաժին օրհնություն ունենաս, որ չկարողանաս ուրկանը բարձրացնես նավակի մեջ, նրանք քաշ տալով բերեցին ափ, ու տեսան, որ արդեն Հիսուսը խորովածն արել իրանց էր սպասում։ Հասկանում եք, սիրելիներս, մենք շատ կարանք, շատ հեռուներ գնանք, շատ հեռու փնտրենք Աստծուն, ուրիշ բաների մեջ, ինչ-որ կայծակների, լույսերի եւ այլն, բայց Հիսուսը այսօր այստեղ է, քո կողքին ու քո մեջ ու իր ձայնի մեջ։ Ես կուզեմ, որ լսես իրան։ Եթե դու սիրտդ չբացեցիր, երբեք չես կարող նրան լսել։ Եթե աշակերտները հիշում եք միտեղ հավաքված, ու մեկ էլ Հիսուսն եկավ այդտեղ։ Նրանք չէին տեսնում։ Ու խոսում էին իրար մեջ։ Ոնց որ մենք շատ ժամանակ հավաքում ենք, ծնունդ, կնունք, ընկերական հավաքույթ եւ այլը, ու սկսում ենք թեմաներ։ Մեկը ինչ որ մի բան է ապացուցում, մեկը ինչ որ մի բան է սպորում, հա, եւ այլն։ Ասենց Աստված կա, չկա, որտեղ կա, որտեղ չկա, որն է մեղք, որն է չմեղք։ Լինում է տենց թեմաներ բոլորիս մոտ։ Գիտեք, այսպես թեմաներով էլ աշակերտներն էին։ Ու մեկ էլ գիտեք ինչ խոսակցություններ մոտները, որ ես կուզեմ տեսնեմ նրա ձեռքի վերքերը, որպեսի հավատամ։ Գիտեք, Հիսուսը երևա ասաց ես ստեղ եմ։ Այս իմ ձեռքերը, դա 21-րդ գլուխն է արդեն։ Այս իմ ձեռքերը, այս էլ իմ կողքի անցքա, որ ծակել են։ Ով ուզում է կարա կպնի, ով ուզում է կարա ձեռքը մտցնի այդ անցքի մեջ։ Ես ստեղ եմ, ձեր հետ եմ, ես հարություն եմ արել։ Բայց գիտեք, ասում է, դուք տենում եք, դուք ձեռք եք տալի, դուք կպնում եք, ու դա առիթ է, որ դուք հավատաք։ Բայց կլինեն մարդիկ, որ այսօր դուք եք ապրում 21-րդ դարում Բորդո քաղաքում կամ Ակիտանում, հա, գիտենք որ հյուրեր ունենք Բորդոյից դուրս, Աստված օրհնի, բարի գալուստ բոլորիդ։ Կլսեն ու կհավատան։ Նրանց պետք չի կպնել Հիսուսի վերքերին։ Նրանք կլսեն, որ Հիսուսը խաչվեց, Հիսուսը հարություն առավ ու կհավատան։ Ու գիտեք ձեզ ինչ է ասում Հիսուսը ձեր մասին։ Երանելիներ։ Երանի մեզ։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Փառք մեր Տիրոջը։ Սիրելի քրիստոնյաներ, սիրելի աստվածասերներ, աստվածավախներ։ Ես մի փոքր ուզում եմ ասեմ, ինչ է նշանակում զատիկ հայերեն։ Էսի միջատ չի փոքր կետերով սիրուն։ Սա կոչվում է զատել։ Զատել, առանձնացնել մահը մարդու կյանքից։ Հալելույա։ Սա է Հիսուսի հարությունը, որ ինձ ու քեզ զատեց մահից։ Ես չգիտեմ ինչ կապ ունի ձուն տարբեր գույնի ներկած, մնացած նապաստակները, բադիկները, աքլորը, հավիկները, ես չգիտեմ հավկիթը ինչ կապ ունի քրիստոնեական այն զատիկի հետ, որ ավետարանն է մեզ ներկայացնում,
մի բան մենակ կարամ ասեմ, որ ձուն ես եմ մտածում, լավ, էսի ոչ միտեղ գրած չի։ Ձուն ոնց որ խորհրդանշում է երրորդություն, հա, մարդն էլ է շունչ հոգի մարմին, կեղևը էդի մարմինն է, շունչը սպիտակուցն է, դեղնուսն էլ հոգին է մարդ։ Ու որ կարմիրա ներկած Հիսուսի արյունն է մարդու վրա ու սենց էլի։ Դե կլեպը բանի պեչի թափում են, ոնց որ մարդու մարմինը, շունչը սպիտակ է, դեղինն էլ աստուն է, հոգին։ Շունչը պետք է սրբվի, հա։ Էսի կատակ էր իրականում սիրելիներս։ Բայց նայեք ասեմ, հիմա տեսեք սիրելիներս, զատիկը ընդհանրապես իրական զատիկը հրեաները նշում են Պեսախ կամ Պասեկ անունով, գիտեք դա նշանակում է, որ մահը անջատվեց, մահը անցավ, կամ պահել, խնայել։ Սա խորհրդանշում է, օրինակի համար գիտեք հրեաները իրանք նշում են զատիկը 7 կամ 8 օր, ամենահետաքրքիր բանը, որ նրանք անում են, նրանք պատրաստում են հաց, մացա, որը թթխմոր չի պարունակում իր մեջ, դա ուղղակի արագ պատրաստեցին ու դուրս եկան, որ հացը թթխմորով չի, ինքը այդքան էլ համով չի, չէ՞, սենց, ու մեկ էլ ուտում են դառը խոտաբույսեր, ուտում են դառը խոտաբույսեր, ինչի համար են էդի անում սիրելիներս, որպեսի մարոր է կոչվում, մարոր, այդ խոտաբույսերը, ինչի համար են էսի անում, ամենակարևորը, նրանք դա անում են, որպեսի փոխանցեն սերունդին ու կարդում են տեքստը, որ Աստված իրանց հանեց Եգիպտոսից 10 հրաշքներն արեց եւ այլը, իրանք փոխանցում են սերունդին։ Հիմա գիտեք շատ մեր օրերում շատ երիտասարդներ, շատ պատանիներ, սիրելիներս, իրանք զատիկը, որ ասում է զատիկ, մտածում են էդի ձույա, մտածում են էդի փլաֆա չամիչով, մեկ էլ որ իրար տենում են, բոլորը ողջունում են ու բոլորը բարի են մեկը մեկի հանդեպ։ Հասկանում եք, բայց էսի չի, որ Աստված ուզում է, որ մենք մեր սերունդին սովորացնենք սիրելիներս։ Էսի չի, ու գիտեք, ամենակարևորը, որ իրանք պատիվ են անում Աստծուն, հիշելով, որ Աստված իրանց ստրկությունից ազատեց։ Ու հիմա գիտես, ես երազում եմ, ես շատ կուզենայի, որ այսօր ես ու դու կարողանանք մշակույթը փոխել։ Կարող ես տոնական կերակուր պատրաստել, կարող ես օրհնել, ինչ ուզում ես պատրաստի, կուզես չամիչով, կուզես, չգիտեմ, ինչով կուզես պատրաստի, բայց մի բան արա, քո սերունդներին սովորացրա, որ դու մեղքի մեջ էիր, պատմի քո սերունդներին, որ դու ստրկության մեջ էիր, որ դու մահվան էիր արժանացած, որ դու պատժի էիր արժանացած, բայց Տեր Հիսուսը, երբ որ հանդիպեցիր նրա հետ, Տեր Հիսուսը քեզ մաքրեց քո մեղքերից, քեզ ազատեց մահից ու քեզ հավիտենական կյանք պարգևեց, ու այս մշակույթը փոխանցի քո սերունդներին։ Ինձ թվում է էսի Աստծո կամքով, ու իրական զատիկը, իրական տոնը դա կլինի, որ դու դրանով համ Աստծուն կուրախացնես, համ էլ օրհնություն կփոխանցես քո սերունդներին։ Ամեն, սիրելիներս, հիմա գիտեք, ես կարող եմ շատ երկար խոսել, որովհետև հարությունը շատ մեծ ու լայն թեմա է, բայց պիտի փորձեմ ավարտեմ, ես չէ ուզի, որ իմ ազգս, ես չէ ուզի, որ բոլոր ազգերը շեղված լինեն, ինչ որ հավկիթներով, ինչ որ նկարներով, նապաստակներով եւ այլը, ես կուզեի բոլորը ունենային այդ նշանակությունը ու կարևորությունը, կարևորագույն իրադարձությունը մարդկային կյանքի համար, մարդկային կյանքի մեջ։ Դրա համար սիրելիներս, բարի լուրը, ավետարանը, որ խոսում է այսօր մեր կյանքի մեջ, դա հենց դա է, որ Տեր Հիսուսը հարություն առել, որ ես ու դու ապրենք։ Ամեն, հալելույա։ Հիմա սիրելիներս մի բան եմ ուզում ասեմ ու սրանով ավարտեմ։ Գիտեք, Պողոս առաքյալը առաջի Կորինթացիներում 15-րդ գլխում հեթանոսներին,
հեթանոսներին, ովքեր որ հрьяաներ չեն, իրանց մի բան է ներկայացնում։ Ուզում եմ կարդամ այդ տողերը Սուրբ գրքից ու սրանով հետո մենք կանգնենք աղոթքի։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ առաջի խոսքից։ Իմացնում եմ ձեզ, եղբայրք, այն ավետարանը, որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք։ Որի մեջ կանգնած եք։ Եթե փրկությունը ես ընդունել եմ, սիրելիներս, ես պիտի մնամ այդ փրկության մեջ։ Պիտի շարունակեմ մնալ այդ փրկության մեջ, որով փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել։ Ձևական չի զատիկ նշելը, սիրելիներս։ Սա պետքա ձև չլինի, սա պետքա սիրուն նկարներ, սիրուն զարդարած սեղան չլինի, սա պետքա իրականություն լինի ու հավատք ու կյանքի մեջ գործի դրած։ Որովհետև ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս իմ մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ։ 4-րդ խոսքը, եւ թե թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ։ Պողոսը մի քիչ կարդացած տղա էր, գիտեք, ինքը շատ է սովորել։ Բրավո իրան։ Հիմա 5-րդ խոսքը, եւ թե երևացավ Կեփասին։ Հիմա տեսեք, սիրելիներս, շատ փրկիչներ, շատ մարգարեներ, սուտ մարգարեներ։ Իրանք ինչի մասին որ խոսում են, թե հանդիպել են Աստծուն, թե Աստծուց ինչ որ պատգամներ են ստացել եւ այլը, վկայություն չի եղել։ Տեսեք Պողոսը ստեղ ինչա բարձրաձայնում, ինչա հաստատում է Հիսուսի հարությունը, նա երևաց Կեփասին, հետո այն 12-ին, Հիսուսը գողտու չի հարություն առել, հետո երևացավ 500-ից ավելի եղբայրներին մեկ անգամ, որոնցից շատերը միջև հիմա մնում են, կան, շատերը ննջել են, մի քանիսը ննջել են, եւ հետո երևացավ Հակոբին, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո իբր թե մի վիժացի ինձ էլ երևացավ։ Գիտեք խիա Իրանը տենց անվանում, սիրելիներս, որովհետև ես առաքյալների հետինն եմ, որ արժանի չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի։ Ինքը չի կարող իրան ների, միջև այն պահը, որ հանդիպել է Հիսուսին ինչեր է արել։ Հասկանում եք, սիրելիներս, այսի նախանձավորության մասին է խոսում։ Այսի խոսում է, որ ինքը մի այլ կարգի կարևորում է Հիսուսի հարությունը։ Հալելույա, փառք Հիսուսին։ 10-րդ խոսքը, բայց Աստծո շնորհքովն եմ ինչ որ եմ։ Հիմա սիրելիներս, կարևոր չի միջև Հիսուսի հետ հանդիպելը, միջև այդ հարությունը ընդունելը մեր կյանքի մեջ, կարևոր չի ով ենք եղել, ինչ ենք եղել, ինչերի մեջ ենք եղել, կարևորը որ այսօր արդեն Հիսուսի հետ հանդիպելուց հետո, հավիտենական կյանքը ընդունելուց հետո մենք ով ենք մնում, ով ենք դառնում, ինչ շնորհք է գալի մեր վրա, այսի է կարևորը։ Գիտես շատ կարաս, այս մարդը էս ինչ մարդն էր, էտիչ մարդն էր, երբ որ չէր հանդիպել Հիսուսին ու հարություն չէր առել, բայց հարությունից հետո նա ուրիշ մարդ էր, ուրիշ մարդ է, ամեն, հալելույա։ Հիմա 10-րդ խոսքը, բայց Աստծո շնորհով եմ ինչ որ եմ, եւ նրա շնորհքը, որ ինձանում է, ունայն չեղավ, այլ նրանից ամենից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը ինձ հետ է։ Ամեն։ Սրան նայեք սիրելիներս, որ պետք է մենք ջանք անենք, որպեսզի Աստծո շնորհքը, գիտեք, շատ մարդիկ ոնց որ սպասեն, ասենց քնենք, հելնենք ու անգլերենը գիտենք։ Բայց ոչ մեկը տենց անգլերեն չի սովորել։ Ոչ մեկ չի զարթնել, ոչ մեկի կայծակը չի խփել ու անգլերեն չի իմացել, սիրելիներս։ Ու Աստծո շնորհն էլ ասեմ, որ այդպես չի։ Մենք պիտի ջանք անենք։ Դու գիտես Պողոսը խի տենց զորավոր առաքյալ եղավ, Աստծո ծառա եղավ, որովհետև ինքը ջանք էր անում սովորելու համար, ջանք էր անում, որպեսզի Տիրոջ շնորհքը իր հասկանում ես, ինչի նշանակություն ես տալիս, նրա մեջ էլ դու զարգանում ես։ Ինչի արժեքներ ունես, որ կողմի արժեքներ ունես, նրա մեջ էլ դու քեզ զարգացնում ես։ Ամեն։ Դրա համար սիրելիներս պիտի ջանք անենք, որպես Տիրոջ շնորհքը մեր կյանքի մեջ ավելանա։ Եվ 11-րդ խոսքը, արդե ես, թե նրանք այսպես են քարոզում եւ դուք այսպես հավատացիք։ Հիմա սիրելիներս, այն ինչ որ տեղի ունեցել, այն ինչի համար որ մենք հավաքվել ենք,
մենք լսել ենք, մենք կարդացել ենք ու մենք հավատացել ենք դրան։ Ու այն ինչ որ մենք այսօր անում ենք, այն ինչը որ այսօր տեղի է ունենում մեր կյանքերի մեջ, դա հավատքի կյանք է։ Ամեն։ Փառք Աստծուն դրա համար։ Ու ես ու դու այսօր ունենք առավելություն։ Գիտես խի, որովհետև երբ որ Աստված իր ժողովրդին Եգիպտոսից հանեց, երբ որ Աստված իր ժողովրդին ստրկությունից ազատեց, ինքը չհանեց ու ասես գնացեք ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք։ Նա դարձավ նրանց Տեր Աստվածը ամբողջ կյանքը, որպեսի հասցնի խոստմունքի, որպեսի այն ինչ որ խոստացել էր, հասցնի դրան, հասցնի այդ օրհնությունների մեջ պահի եւ դու հանդիպել ես Աստծուն, երբ որ Հիսուսը հարություն առե, դու դառնում ես նախանձոտ, նախանձավոր Աստծո զավակ, Աստծո ժողովուրդ, ու Աստված նպատակ ունի քո կյանքի համար, նպատակ ունի քո կյանքի մեջ, որ քեզ հասցնի խոստմունքին։ Մնա նրա հետ, նա քո կողքին է ու խոսում է քո հետ, խոսում է քո ականջին, խոսում է քո սրտին, խոսում է քո երազների մեջ, խոսում է քո օրերի մեջ։ Մի ասա, պարտեսպան դու ես, ուր է իմ Տերը։ Հասկանում եք։ Մի ասեք, էսի համեմատում եք էս ինչ բանի հետ, այն ինչ բանի հետ, էսի պատահականությունն է, էսի գալուցինացիա, որովհետև ես առաջ շատ եմ սիրել ուրիշ բաներ անել։ Դրա հետևանքն է, չէ, սիրելիս, Հիսուսը կենդանի է, որովհետև նրա գերեզմանը դատարկ է, ու Հիսուսը խոսում է քո կյանքի մեջ, Հիսուսը խոսում է քո ականջի մեջ, որովհետև նա կենդանի է, կենդանի Աստված է։ Երբևիցե, ես կխնդրեմ քեզ, երբևիցե քո կյանքի մեջ, ասա, ես ուզում եմ տենամ քեզ, ես ուզում եմ նկատեմ քեզ, ու հավատացած եղի, նա կբացվի լիովին, նա լիովին կբացվի։ Գիտես, նրա ամպի սյունը իր ժողովրդին պաշտպանում էր ցերեկը արևից։ Նրա կրակի սյունը նրա ժողովրդին գիշերն ասած ճռմութին նրանց լուսավորում էր եւ առաջնորդում։ Որտեղ Ամայի անապատի մեջ։ Իսկ եթե Ամայի անապատի մեջ Աստված այդքան կարողացել է, այսօր Եվրոպայի այս առատ երկրի մեջ ավելին կարա Տերը անի քո կյանքի համար ու քո կյանքի մեջ։ Ամեն։ Փառք տուր իրանց դրա համար։ Հալելույա։ Սիրելիներս, միջև որ ձեզ կոչ կանեմ աղոթելու, կխնդրեմ, որ մեր պատանիները անակնկալ ունեն մեր համար, համեցեք, դուք բարձրացեք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես մի կոչ եմ ուզում անեմ ու այս նոտայի վրա վերջացնեմ իմ խոսքը։ Եկեք այսօր որոշում անենք, որ մեր կյանքը այնպես ապրենք, որ հարություն առած ապրենք։ Մեռած չապրենք, հարություն առած ապրենք։ Ամեն։ Սիրելիներս, օրհնված եղեք Տիրոջ հարությունով, օրհնված եղեք նրա հարությունով, լսեք նրան, տեսեք նրան ու հաստատ օրհնված կլինեք։ Մենք այսօր մեր ծառայությունը շարունակվելու է, մեր պատանիներից հետո մեր երեխաները մեր համար անակնկալ ունեն մանկական ծառայությունը եւ հետո մեզ սպասում է խնջույք, միասին ճաշկերույթ։ Սիրելիներս, ճիշտ է, դու կարող ես հանդիպես բրնձով փլավի, ներկած ձվի, դա թող քեզ համար ոչ մի գայթակղություն չլինի, մենք կրոնավորներ չենք, բայց իմացի դրա մեջ ոչ մի հոգևոր խորհուրդ չկա։ Ուղղակի թող տոնական տրամադրություն լինի, որովհետև այսօր կարևորագույն տոնը իմ ու քո համար ինչ օր է, իմ ու քո ծնունդն է, իմ ու քո վերստին ծնունդն է։ Գիտեք, մենք շատ փառավոր նշում ենք մեր ժամանակավոր կյանքի ծնունդները, բայց այս ծնունդը իմ ու քո այս վերստին ծնունդը, էդի հավիտեն, էդի անverջ ծնունդն է, էդի անverջ ծնունդի տոնն է այսօր։
Ամեն շնորհավորում եմ քեզ, շնորհավորում եմ քո վերստին ծնունդը, շնորհավորում եմ քո հավիտենական կյանքի ծնունդը, սիրելի եկեղեցի։ Տերը օրհնի ձեզ, եկեք լսենք մեր պատանիներին։ Աստված օրհնի։ Եթե ցանկություն կունենաք, կարաք միանաք իրենց։ Ամեն։ Jésus, tu es mort sur la croix, ressuscité pour nous sauver. Pardon, Seigneur, pour mes péchés. Toi, mon ami, sois mon sauveur. Change ma vie, change mon cœur. Je veux, Seigneur, vivre pour toi. Change ma vie, change mon cœur. Je veux, Seigneur, vivre pour toi. Jésus, tu es mort sur la croix, ressuscité pour nous sauver. Pardon, Seigneur, pour mes péchés. Toi, mon ami, sois mon sauveur. Ma vie change mon cœur. Je veux, Seigneur, vivre pour toi. Change ma vie, change mon cœur. Je veux, Seigneur, vivre pour toi. Ես կպատասխանես իմ զորությունով ուժով կլսես և ներողության մեջ կհամբապեսնես թշնամիներիս վրա ձեր քեզ կտեքնես Ես կպատասխանես իմ զորությունով ուժով կլսես և ներողության մեջ կհամբապեսնես թշնամիներիս վրա ձեր քեզ կտեքնես
Հիսուսն ապրեց, նա մեր փրկիչն է, իր արյունով մեզ գնեց Հիսուսն է Տերը, Ո ալելույա, դու մեր արքան ես հավիտյան, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 մեր սրտերում, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 մեր աշխարհի։ Փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի։ Նա կենդանի է, նա կենդանի է, նա ապրում է միշտ մեզ հետ, նա կենդանի է, նա կենդանի է, եկեք տոնեք հարությունը նրա։ Փառք լինի Հիսուսին, փառք լինի, Փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի։ նա կենդանի է, նա կենդանի է, նա ապրում է միշտ մեզ հետ, նա կենդանի է, նա կենդանի է, եկեք տոնեք հարությունը նրա, եկեք տոնեք հարությունը նրա։ Հալելույա։ Հալելույա, բրավո, բրավո։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Տեսեք ինչ կարգապահ են մեր երեխեքը։ Ոչ առաջ էին ուզում, ոչ հետո, ոչ Աստված օրհնի ձեզ, շատ շնորհակալություն։ Այո, այո, փառք տվեք Հիսուսին եւ մանուկ տարիքից թող ձեր բերաների, ձեր սրտի, ձեր մտքի մեջ լինի Տեր Հիսուսը։ Աստված օրհնի ձեզ։ Կարող եք անցնել ձեր տեղերը, Գանձեր ջան։ Սիրելի եկեղեցի, պիտի կոչ անեմ, ոտքի կանգնենք աղոթքի։ Մեր Ալիսիկը մի հրաշալի խոսք ասեց, որ իրականություն է։ Այո, այո, սիրելիներս, Աստված այնպես սիրեց աշխարհը, այնպես սիրեց, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը հավիտենական կյանք ունենա։ Ու գիտես, հաջորդ խոսքը Հիսուսն ասում է, Հիսուսն ասում է, որ ես չեկա աշխարհը դատելու, ես չեկա, որպեսի մեղավորներին դատեմ, այլ ես եկա, որպեսի նրանց ազատեմ դատից, ազատեմ դատաստանից, ես եկա, որպեսի նրանք կյանք ունենան ու ավելի։ Եկեք ուղղակի մի պահ խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ։ Սիրելիներս, մենք պիտի աղոթք անենք հիմա ամենակարող Աստծուն, որովհետև Աստված ասում է, որ երկրի վրա մարդը կարող է սխալներ անի, կարող է մեղքի կյանք ունենա, կարող է իր մեղքի կյանքի պատճառով հաշտություն չունենա Աստծո հետ։ Ես հիմա կոչ եմ անում քեզ, մի աղոթք անենք միասին, ես կաղոթեմ, բայց պիտի խնդրեմ, որ դու համաձայնվես իմ հետ։ Քո սրտի մեջ, թեկուզ դու կարող ես այդ բառերը կրկնել, հաշտություն խնդրես Աստծո հետ։ Ամենակարող Հայր Աստված, մենք քո առաջ ենք կանգնած, մեր կյանքերով, մենք քո առաջ ենք կանգնած մեր անցյալով, մեր ներկայով։ Եվ Տեր Աստված խնդրում ենք, որ ներես մեզ մեր գործած մեղքերը, որովհետև շատ բաներ կա, որ չենք հասկացել, որտեղ են քեզ նեղացնում, որտեղ են կորցնում այն կապը, այն սերը,
որ դու ուզում ես մեզ ցույց տաս, արտահայտես մեզ։ Խնդրում ենք Տեր Աստված, որ ներես մեր մեղքերը։ Մենք հավատքով տալիս ենք Հիսուսին այդ մեղքերը խաչի վրա։ Մենք հավատում ենք, որ Հիսուսը խաչվեց իմ մեղքերի համար, որպեսզի ես այսօր մեղք չունենամ, եւ հավատքով դավանում եմ դա Տեր Աստված, եւ խնդրում եմ, որ դու ներես ինձ ու մաքրես ինձ։ Տեր, ես խնդրում եմ հաշտություն քեզ հետ, ամենակարող Արարիչ, խնդրում եմ հաշտություն քեզ հետ, եւ կանչում եմ Հիսուսի սուրբ արյունը իմ կյանքի վրա, որպեսզի այն մաքրի եւ լվանա իմ անցյալը եւ ներկան, եւ իմ համար բացի սուրբ ապագա։ Տեր Աստված, պահի ինձ, պաշտպանի ինձ, իմ սիրտը, իմ հավատքը, որպեսզի ես սուրբ կյանք ունենամ, որպեսզի ես հարության կյանքով ապրեմ եւ հասնեմ քո արքայությանը, Տեր։ Փառք եւ շնորհակալություն քեզ ամեն բանի համար, որ դու արեցիր իմ համար։ Փառք եւ շնորհակալություն քեզ քո որդու հարության համար։ Ամեն։